Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, եթերում Շավիթայում հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր զրուցելու եմ մի մարդու հետ, ով առաջինը Հայաստանում գնդակը վերցրեց ձեռքը ոչ թե պարզապես ֆուտբոլ խաղալու, այլ արվեստ ստեղծելու համար։ Իմ հյուրն այսօր Հայկ Աղաքարյանն է, նույն ինքը Հայկ Ֆրիստայլը։ Հայկ ջան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մի փոքր ետ գնանք, մինչև ձեր, այսպես ասած, կարիերային անդրադառնալը, որտեղ եք ծնվել եւ որտեղից են գալիս ձեր արմատները։ Ողջունում եմ նախ Շավիթայում բոլոր հետևորդներին, շատ լավ կոնտենտ է ֆուտբոլի մասին ու հայկական ֆուտբոլի մասին։ Արտիկ քաղաքից, Շիրակի մարզ, ասում եմ բանվոր ընտանիքից։ Արտիկից եմ, այսպես ասեմ։ Ինչ մասնագիտություն ունեն ձեր ծնողները, Հայկ ջան։ Հայրս վիրաբույժ է, բժիշկ։ Մայրս երաժիշտ, դաշնամուրի գծով դասավանդում է։ Դասավանդում։ Ընտանիքում միակ երեխան եք, թե քույր, եղբայր։ Չէ, երկու քույր ունեմ, երկու քույրս երաժիշտներ են։ Այո։ Ինչ հիշողություններ են պահպանվել մանկությունից, ինչպես ասում են, արտիկյան մանկությունից, հա, ինչ հիշողություններ ունեք։ Հիշողությունները շատ վառ են, որովհետև առաջին անգամ գնդակին կեպել եմ հենց Արտիկում, ու հիմա որ ֆրիստայլից են խոսում Հայաստանի, խոսում ենք էլի հետևորդներից հետ, ասում եմ ֆրիստայլի հայրենիք է Արտիկ քաղաքն։ Շատ լավ։ Արտիկում դպրոց հաճախել եք Արտիկում։ Հա։ Ինչպիսի աշակերտ եք եղել։ Գերազանցիկ եմ եղել, աշակերտ որպես, ֆիզկուլտից շատ ուժեղ։ Իստում է զարմանալի չեմ։ Հետո ուղղվածությունը դեպի մաթեմատիկայի կողմն է եղել, սովորել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, հետո պետական կառավարման ակադեմիայում մագիստրատուրա, այսպես ասած ֆինանսիստ եմ, էլի։ Բայց կարծում եմ փոքր տարիքից շատերը նկատելով տաղանդը ձեր ներքուստ մտածել են, որ դուք դժվար մաթեմատիկայի գծով շարունակեք, ձերը գնդակն է։ Դուք ինչքան գիտեմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվել եք։ Քանի տարեկանից եք հաճախել։ Դե 5-6 տարեկանից, արդեն 5 տարեկանից պապայիս ասում էի, պապա ինձ ֆուտբոլի կտանես, ես ասել էր հա, կտանեմ, sense ոնց որ բանը մաղվել էր հետին պլան, էլի։ Մի օր իմացա, որ ես ինքս հենց գնացել եմ, էլի, ու ինձ հավանել էին արդեն մեր Արտիկի ակադեմիայում, այնց սկսվել է։ Արտիկի ակադեմիայում եք սկսել։ Հետագայում ինչպես շարունակեց, որ թիմերում որպես ֆուտբոլիստ հանդես եք։ Արտիկում որ խաղում էի, մոտավոր այնց 15 տարեկան էի, Բանանցի ակադեմիայից ինձ հավանել էին ու եկա ստեղ փորձաշրջան անցնելու ու ցենց ասած հավանել էին, բայց հետո ուսման հետ կապված ցենց խնդիր կար, որ պետք է կամ սովորեմ կամ բան։ Ես այս թեմայով շատ եմ խոսել, որ ծնողներին միշտ ուղղորդում եմ իմ անցած ճանապարհով, որ ցենց մի արեք, էսա ճիշտ է, էլի։ Տենց ընտրել եմ ուսումը ու հիմա փոշմանել եմ, որ տենց մի քիչ շատ ուշադրություն ֆուտբոլին չեմ դարձրել, էլի։ Հետո էլի հետ եմ եկել, բայց մի քիչ արդեն դե որ ֆուտբոլը բաց է թողնում մի քիչ։ Իհարկե։ Տենց է, էլի։ Օրինակ շատ ֆուտբոլիստների մոտ հակառակն է եղել, որ դասերը աչքաթող են արել, այսպես ասում են, ամբողջ ուժերը ներդրել են ֆուտբոլի մեջ, ձեր մոտ ուսումը առաջի տեղում էր։ Հետո ոնց որ գնացել եմ բանակ գնալուց հետո որ վերադարձել եմ, West Armenia թիմներ կազմավորվում Արմեն Շահագելյանի գլխավորությամբ, ոնց որ մնացի այդտեղ էլ, ոնց որ փորձաշրջանի կարգեր էլի, մի քանի խաղ խաղացել եմ, Արարատի հետ եմ խաղացել,
հենց պրոֆեսիոնալ խաղեր ունեցել եմ, էլի։ Հրաշալի է։ Հետո մի քիչ վնասվածքներից պահով տենց ոնց որ Քիչ-քիչ ընդհատվեց, հա, քիչ-քիչ, ես էլ հասկացա, որ մի քիչ պետքա հələ որ սովորեմ։ Տենց հետո ֆրիստայլը մեջ եկավ ու ամեն ինչ փոխվեց։ փոխեցի դեպի ֆրիստայլի։ Ֆրիստայլին քիչ անց կանրադառնանք, բայց ուզում եմ հասկանալ դու գոլար եք եղել, եթե չեմ սխալվում։ Հա, կենտրոնական հարցակող։ Արդյոք այդ տարիներին նկատվում էր ոչ միայն գոլահարի հմտություններ, այլ նաև տեխնիկան ձեզ մոտ ոնց էր այդ։ Ճիշտն ասած ֆուտբոլի ժամանակ շատ տեխնիկա չեմ օգտագործել, արագությունների ավելի շատ, որ sense գցում էի ու անցնում էի սա խաղացողներին, բանանցի մարզիչներից մեկն էր ինձ ասել էր մեր մարզիչին էս վերտալյոտին որտեղից եք կետը։ Ինձ հետո գնացի այնտեղ ու տենց զարմանալի է իրականում, որտեղ հիմա շատերն են զարմանում, թե ինչի՞ չես դարը։ Մարզիչս էլ միշտ ասում է, Արտիկի պատմության ամենաուժեղ ֆուտբոլիստն ես դու եղել։ Բրավո։ Ֆուտբոլիստ լինելը մի քիչ այլ բան է, էլի։ Իհարկե, համաձայն եմ, իսկ կարծում եմ շատերին արդեն հետաքրքիր է ֆրիստայլի հետ կապված առաջին հարցը, ինչպես առաջին անգամ ծանոթացաք ֆուտբոլային ֆրիստայլին։ Ֆուտբոլային ֆրիստայլին այնց 12 տարեկանից, որ վիդեոներ եմ տեսել YouTube-ում, շատ է գրավել ու որ ստացվել է իմ մոտ, արդեն այդ մոտիվացիա է եղել, էլի։ 2 տարեկանից։ Հա, 12 տարեկանից։ Տեսեք, օրինակ շատ ֆուտբոլիստների մոտ լինում է, շատ մարզիկների մոտ լինում է ինչ որ այդ ոլորտում կայացած մարդ, լեգենդար մարդ, ով ոգեշնչման աղբյուր է լինում։ Ձեզ մոտ եղել է Շոն Գարնիեր անունով ֆրիստայլեր կա, համաշխարհային, ինքը աշխարհի չեմպիոն է եղել, էլի։ Իր հնարքները նայելով, ասենց ես էլ եմ փորձել ու գիտեի, որ Հայաստանում էլ չկա, ասենց փորձել եմ ու իմ մոտիվացիան այդ է եղել, որ Հայաստանում այդ դրա հիմքերը դնեմ։ Ու հիմա շատ լավ է ստացվում, որովհետև հիմա մարզերում ամեն մարզում ես կազմակերպում եմ այդ մրցաշարեր, էլի։ Ու արդեն նկատում եմ, որ շատ ֆրիստայլերներ կան, որ կոնկրետ ֆրիստայլերներ են, էլի, բարդանարքներին են տիրապետում։ Իսկ տեսեք, դժվարություններ կարծում եմ եղել են սկզբում, երբ որ փորձել եք ներմուծել Հայաստանը, որտեղ չկար Հայաստանում։ Այդպես ինչ դժվարություններ առաջացան եւ ինչպես հաղթահարվեցին դրանք։ Անկեղծ ոչ մեկ չէր հավատում, որ կարող է ֆրիստայլը ինչ որ ուշադրության կենտրոնում լինի, էլի։ Այն որ պատկերացրեք, ես Արտիկում մեծացած տեղա ու պետքա մեծ բարեկամ ծանոթներիս ասեի, ես ֆրիստայլեր եմ, ասած։ Օժորված կնային դեմքիս, yani այդ ինչ է։ Դու կամ պետքա լինես բժիշկ, կամ չգիտեմ, տնտեսագետ, նենց բան, որ իրանք լսել են այդ, էլի, իրանց համար հարմար է։ Բայց հետո որ բլոգինգը եկավ, էդ էլ էր նոր էր։ Սենց ոնց որ այդ ֆրիստայլ բլոգինգ սենց միաձուլվեց ու ստացվավ սենց պրոդուկտիվ ինչ որ մասնագիտություն, էլի։ Կարծում եմ շատ դժվար է եղել բացատրել մարդկանց, որ այդ հոգեբանական բանը միշտ եղել է, էլի։ Տեսեք, ինչ որ եթե որոշում ես ինչ որ մի բան ներմուծել Հայաստան, սկսում ես որոշակի կետից։ Որ կետից սկսեցիք տարածումը, հա, ֆրիստայլի։ Կարճ վիդեոներ նկարելով հիմնականում տենց մի հատ վիդեո նկարեցի, որ մատի վրա է գնդակը պտտում, չնայած ֆուտբոլ ֆրիստայլում այդ դերուկը չի կարելի անել, ձեռքով հնարք չկա։ Էդի ուղղակի շատ են նայում, էլի։ Ու տենց այդ վիդեոն շատ տարածվեց ու գնդակը պտտելու այս բանը ոնց որ ինձ վերագրվեց, էլի։ Այցեկարտ, որ ես կարողանամ այն մյուս բաներն էլ ցույց տամ։ Ում աջակցությունը կամ օգնությունը եղավ այդ տարիներին, որը շատ էր պետք ու եղավ այդ օգնությունը։ Թե հոգեբանորեն եւ թե առհասարակ։ Անկեղծ իմ մոտիվացիան է ինձ ավելի շատ օգնել։ Ես հավատացել եմ, որ ես սենց կարամ գումար վաստակեմ ու ինչ որ արժեք ստեղծեմ երկրի համար, էլի, որ երկրում էս մի բաց տեղն էլ սենց գոնե փակվի, էլի, ֆուտբոլ ֆրիստայլ, չգիտեմ։ Ուրեմն մշակույթ։ Հա, մշակույթ։ Ու
թե ով է ինձ օգնել, ես կարամ հեմի ասեմ, էլի, Դավիթ Մանոյան, մեր Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, Դավին ինձ թվում է ստեղելի կհյուրընկալեք։ Իհարկե, շուտով կսպասեք նաև սիրելի ֆուտբոլասերներ Դավիթ Մանոյանի Շավիթայմի եթերում։ Դավիթի հետ, որ սենց այդ մտքերը մեր քննարկեցինք, սթրիթբոլ, ֆուտբոլ, որի մեջ մտնում է 3-3-ի դեմ ֆուտբոլ, բասկետբոլ, սկեյթբորդ, հիմա շատ սպորտաձևեր են, բրեյք-դանս միացել, ու ես այս ֆորմատում նաև բերեցի ֆուտբոլ ֆրիստայլը հենց, որը սենց շատ բան է, էլի, հիմա որ այն ժամանակ լսում էին, այդ ինչ է։ Հիմա արդեն զգում եմ իր պապան իր երեխուն բերել է ֆուտբոլ ֆրիստայլի մրցաշարի։ Բրավո։ Ու այդ շատ բան է, էլի, sense vocation չորա, որ ինչ որ մշակույթ է ստեղծվել, որի հետնորդներ կան։ Եթե ինչ որ բան է ստեղծում ու դրա հետևում չես սկսում զարգացնել ինչ որ մասսա, այդ ինձ թվում է տենց ինքնաբավարարման ինչ որ բան է, էլի, այդ ստացվում։ Իսկ պատասխանատվության զգացողություն արդյոք չի տալիս ձեզ, որ դուք ներմուծել եք, մարդիկ սկսում են զբաղվել, սիրում են, էլ ավելի պատասխանատվություն զարգացնելու, չգիտեմ, նման մրցաշարերի։ Հենց սկզբից առաջին օրը որ Դավիթի հետ սթրիթբոլը պետք է անենք, ահա որ գումարներ ենք ծախսել դրա վրա։ Հովանավորներով չենք հասցրել բան անենք ու սենց մտածում ենք, էլի, որ կհասցնենք, թե չէ, մարդ կգա, թե չէ։ Ու դուք պատկերացրեք մեր ուրախությունը, որ տեսանք, որ այդքան մարդեր եկել, էլի։ Ես գիտեմ, որ բավականին շատ մարդ է եղել, այո։ Ու սենց երեխեք, այդքան մոտիվացիա, ակադեմիաներից երեխեք, որովհետև հենց սկզբից լուրջ չեն վերաբերվում, ակադեմիայից շատ մարզիչներ չեն թողնում, որ երեխեքը կան մասնակցեն, էլի։ Բայց ճանաչելով ձեզ։ Հա, արդեն ընթացքում որ տեսան, դե այն որ ասում է ով ուզում է սեղի, մեկը իրանց պետքա նայեն վնասվածք, ֆուտբոլիստ են։ Համաձայն եմ։ Բայց տեսնելով այդ մշակույթը, թե երեխեքը ոնց են իրար հետ ծանոթանում, շփվում, նոր ծանոթություններ, նոր ընկերություն է լինում այդ ամենում, այդ շատ կարևոր է։ Իսկապես երբ շուտ մի բան ձեռնարկում ես ու հասկանում ես, որ հանությունը հավանություն է տալիս, կարծում եմ դրանից հաճելի բան, հա, չկա։ Իսկապես չկա աշխատանքի մեջ։ Այդ զգացողությունը։ Զգացողություն, Այգ ջան, հիշում եք ձեր առաջին հրապարակումը ֆրիստայլի։ Հա։ Ինչ արձագանք ստացա։ Առաջի հրապարակումը եղել են, բայց մեծ դիտումներով երևի հրապարակումը։ Եղել է այդ գնդակը պատտելու վիդեոն, որ սենց բան է հաց է յուտում։ Ասացի մի հատ սիրուն ֆրիստայլ բանի գդալի վրա դնեմ, գնդակը որ պատտվի, սենց հաց ուտեմ, իբր սենց վիդեոյա, ու սենց ոնց որ գնդակը շեղվեց այդ բանից, ու սենց ընկավ ճաշի մեջ ու այդ սենց սաղ սեղանը բան եղավ, էլի։ Սենց ասացի դե գցեմ զվարճալի էլի։ Զվարճալի եղավ։ Հետո բումը եղավ այն, որ ռեկորդ գրանցեցի դյուցազնագրքում, որ այդ գնդակի շուրջ 3 պտույտը, որ պտտում եմ, այդ ոնց որ Հայաստանում առաջինը ես կատարեցի ու այդ ոնց որ վերածնունդ լիներ իմ համար, որ ես մի հատ վերանայի, թե ես ինչ եմ ուզում։ Դուք կարելի ասել պատասխանեցիք այն հարցին, որ ուզում եք տայի, տեսեք ռեկորդից խոսեցիք, կարող ենք այդ ռեկորդը նշել այն, որը որ ավելի հպարտացրել ձեզ, թե կան ավելի նաև ռեկորդներ։ Այդ ռեկորդն է եղել, որ ամենա ինձ sense vocation show-ն է եղել, էլի։ Ոտքով հնարք ու 3 պտույտ, այդ հենց այդ ժամանակ որ արել եմ, աշխարհում մի քանի տենց հոգի են արել, էլի, շատ քչերն են դա կարողացել անեն։ Իսկ կա ռեկորդ, որը որ չեք արել, բայց երազում եք որ հասնեք դրան։ Հա, կա Գինեսի ռեկորդ, sense ուզում եմ, էլի, շատ եմ ուզում։ Գնդակը պատտելու հետ է այդ կապված, հուսով եմ կանենք։ Մենք ոչ թե հուսով ենք, այլ ամբողջ հայ ազգը վստահ է, որ դուք կհասնեք ձեր նպատակին,
երազանք չասեմ, նպատակ ասեմ, որ բայց Հայկ ջան կարող եք ասել, որ դա ամենաբարդ հնարքն է, որին որ դու ցանկանում եք հասնել, թե կան ավելի շատ բարդ հնարքներ, որոնք չէ, էլի բարդ հնարքներ կան, որ sense որ հիմա նայում եմ, ասում եմ կարող է դաժե չկարողանամ անեմ, էլի։ Ուղղակի մի քիչ, հա, հիմա sense աշխատում եմ ավելի երեխեքի մասով, որ այս կուլտուրան Հայաստանում մի քիչ sense ինքը զարգանա, էլի։ Իսկ ըստ ձեզ որն է ձեր ֆրիստայլի առանձնահատկությունը համեմատած մյուս ֆրիստայլինը գիտեք ոնց է ինքը ես չեմ դատում ինչ-որ ֆրիստայլերների ամեն մեկի ունի իր ոճը sense դες մրցումներ կան ֆրիստայլի մեր իմ պարապող երեխեքից ես եւ բանել եմ միջազգային մրցույթների եմ բանանում մասնակցում են էլի վերջում 3 հոգի Չէ 2 հոգի կներես այդ top 30-ի մեջ եղել են էլի ընկել են ու պատկերացրեք շատ վիրտուոզներ կան էլի ֆրիստայլի երկրներում Բրազիլիայում նույնը Լեհաստանում շատ կան Ռուսաստանում այս ոլորտը ասենց ինքը միշտ զարգանում է ֆրիստայլի հայրենիքը չէ Արտիկը շատ լավ է Հայաստանում Արտիկը ես կասեի առհասարակ Արտիկը դե գիտեք ոնց է տենց հստակ չի որտեղ է բայց հիմնականում sense այդ հին աղբյուրներում էլ նշվում է որ Բրազիլիայի Օրինակ ֆուտբոլի հայրենիք համարվում է Անգլիան այդպես հա ֆրիստայլինը տենց հատուկ տեղ չկա բայց Բրազիլիայի հետ են ասոցացնում որտեվ առաջինը ոնց որ տեղի ֆուտբոլիստներն են կատարել էլի նույն Ռոնալդինյոն այդ Nike գովազդի մեջ Մարադոնան էլ չնայած Արգենտինայում ժամանակին բայց եկեք չմոռանանք որ իսկապես եթե այսպես վերհիշենք ետնենք տեխնիկապես ֆրիստայլով որ աչքի են ընկնում հնարքներով բրազիլացիքներն որ Նեյմար ու Ռոբինյո այսպես որ հիշենք ֆուտբոլում այդ օգտագործելը շատ բարդ է դուք մեր ֆուտբոլիստների խաղը նայում եք իհարկե ամենաշատ ամենա sense դիպուկ իմ ասած խոսքը այնա մեր ֆուտբոլիստներին էլի որ խորհուրդ եմ տալիս ուղղակի չվախենալ գնդակից մի քիչ շփվել մի քիչ շատ նայել մի քիչ այդ վախենալը մեր մեջ ոնց որ ակադեմիաներից sense հասունանում է էլի նստեցված է երեխաների մեջ շատ վախ կա գնդակից բայց օրինակ Պորտուգալիայի խաղը որ նայում էի այն օրը բավականին մոտիկից էլի իրար էլ տեսանք այո շատ արխային են խաղում էլի sense պասը ստացավ արդեն գիտի ինչ պետք է անի արագ այդ տեմպը ու արխային բացի դրանից խաղադաշտ տեսնելու շատ կարևոր հմտություն որ նույնը տեսնում եմ ես Տիգրան Բարսեղյանի մեջ այդ ռիսկին շատ է դուր գալիս ես կարծում եմ բացի ռիսկը նաև պետք է աշխատասիրություն ցանկացած հա որովհետև բացառվում է ֆուտբոլիստ լինել առանց աշխատասիրության եթե փորձում ես մեկ անգամ չի ստացվում 5 անգամ փորձիր եւ այս խոսքի վրա ես հիշեցի լեգենդար Սերգեյ Բանդարենկոյի խոսքերը որ ասում էր Արարատի ժամանակաշրջանում երբ որ մեզ մարզիչը ասում էր այս հնարքը կատարեք 10 անգամ մենք կատարում ենք 50 անգամ եւ արդյունքը իհարկե ոսկե դուբլներ Հայկ ջան որքանով է կարևոր ոչ միայն տեխնիկան այլ նաև բեմադրությունը այս ոլորտում այլ նաև բեմադրությունը այսինքն ֆրիստայլի ֆրիստայլը հա շատ ամենակարևորն է ուրեմն sense մի հատ բան ասեմ ֆրիստայլում կան շատ բարդ հնարքներ ու հնարքներ որ sense հեշտ է սովորել էլի ավելի համեմատաբար շոուի ժամանակ որ պետքա ցույց տաս ինչ-որ հնարքներ պետքա հեշտ հնարքներ անել հեշտ բայց կա հեշտ հնարք որը ավելի սիրուն է նայվում քան բարդը որտեղ ոչ ոք չի հասկանա բարդությունը այլ կտեսնի շոուն որ ասենք 3 պտույտ հնարքներ կա որ ես շոուի ժամանակ անեմ կարողա sense չհասկանան էլի բայց իրականում այդ ահավոր այն բանա տանում քեզնից այդ 3 պտույտը որ ինչև արել եմ ծունկս ուռը ջուր էր հավաքի էլի այս
պատույտների ընթացքում որ շատ փորձում ես, իրան պետքա հանգիստ տաս էլի։ Դա ապահովագրություն է, այսպես ասած, վնասվածքներից պետքա շատ Պետքա մատս ապահովագրել։ Եղել է դեպք կամ փուլ ձեր կյանքում, որ այսպես մտքից այրով անցել է, որ թողնեք ես մարզաձևը։ Հիասթափություն կամ Չէ։ Չի Ես ազնվորեն ասում եմ, չի եղել։ եղել։ Շփում կա հիմա այգան միջազգային ֆրիստայլերների հետ, այսպես ասած, այսինքն այդ համագործակցություն, Այդ community, ասած ասեմ, լավ կա, միջազգային, ոնց որ միջազգային ֆուտբոլ ֆրիստայլի ասոցիացիայի կողմից, լավ ձեներ, WFF-ը կոչվում, մեր ասոցիացիան ընդհանուր համաշխարհային, ես նշանակվել եմ Հայաստանի ֆուտբոլ ֆրիստայլի ներկայացուցիչ։ Ինչ հարցեր որ լինում է դրսի հետ կապված կամ ստեղ մրցաշարներ անելու, ոնց որ իմ հետ են էլի կապի մեջ, ու միշտ կա այդ բանը, խոսալ, քննարկել, նույնիսկ ադրբեջանցի գործընկերել կա մեր այդ չաթում, որ Ադրբեջանն է ներկայացնում եւ այլն։ Տենց շուտ-շուտ ժողովներ է լինում on-line մտնում, ինչ որ հարցեր քննարկում ենք էլի, ինչ որ Ինչը եւս կարևոր է կարծում եմ։ Հա, շատ։ Ձեր մտքով երբևէ անցել է գիրք գրեք հնարքների։ Մի քիչ բարդ է պատկերացնել հնարքները միշտ դիտում են, բայց թվում է դե մենակ հնարքների գիրք սարքելը մի քիչ ինքը բան կոնցեպտուալ առումով ոնց որ կիսատ կլինի էլի իրան պետքա մի հատ ֆրիստայլի հա ասենց հետաքրքիր ինչ որ պատմություն էլի իր հետ որ ասենց ոնց որ կարդալ լինի էլի պատմություն համապատ խորհուրդներ հա ճիշտ է որտեղ խորհուրդներ կարծում եմ կարևոր է բայց կարևորը պլաններում կան հա իհարկե որովհետև այդ հնարքները ամեն մի հնարք իր անունն ունի որ այդ անունները ոնց որ ով ինչ որ նոր հնարք արեց այդ ֆեդերացիան միջազգային այդ հնարքի իր անունով է դարձնում էլի հերինակային հա հերինակային իր հələ աշխատում եմ այդ ուղղությամբ ուզում եմ հասկանամ ինչ հնարք արժի անհամբերությամբ կսպասենք ինչպես ֆուտբոլաստերները այնպես էլ մենք բոլորս եթե այսպես 5-ից 10 բալային համակարգով վերցնենք Հայաստանում ֆրիստայլի վիճակը ինչպես կգնահատեք Սենց ասեմ 10-ից հիմա 7 հա այս ուղղակիորեն կապված է մասնակիցների հետ էլի բայց հենց որ ես սկսել եմ այդ ժամանակ ես էի ու Դավիթ անունով էլի ֆրիստայլեր կա ես ու ինքն ենք բայց հետո երեխեքը տեսնելով այս ամեն ինչը էլի որ ասում է տեսնում ես ինքը հաջողակ է փորձում ես այդ ուղին բռնես էլի ու տեսնում էի որ բանով TikTok, Instagram, էջերում, YouTube-ում արդեն ավելանում էին նմանատիպ էջերը, օրինակ չգիտեմ, Վահե ֆրիստայլ, Ահեք ֆրիստայլ, sense ու հիմա զգում եմ որ այդ ովքեր գրել են, իրոք իրանք պատրաստ են որ բարդ հնարքների տիրապետում։ Մի կարևոր նախաձեռնության մասին եմ ուզում խոսել, որը որ վստահ եմ կսիրվի ֆուտբոլասերների կողմից ֆիլմ։ Այո։ Արադիո 73-ին նվիրված Առաջին ֆիլմն է։ Առաջին ֆիլմը, եթե այսպես փակագծերը շատ չբացեն, որպեսզի հետաքրքրությունը պահենք, Հեսա սաղ պատմում ենք։ Մեր մկրճանում հրաշալի կլինի շավիթայմի եթերում արդեն պարզ կլինի ամեն ինչ։ Երկու խոսքով կարող եք ասել ինչի մասն է խոսքը պրեմիերան երբ է նախատեսվում։ Այո։ Զալատոյ դուբլ հենց ֆիլմի վերնագիրն է, ինչը արդեն պարզ է ինչա նշանակում։ Պրեմիերան լինելու է այն օրը պրոդյուսերի հետ հենց հեռախոսային զրույց ունեցանք, հնարավոր է տենց աշնանը հնարավոր է ձմռան, էլի, բայց այս տարվա մասին։ Հա։
կարող է նաև մյուս տարվա սկիզբ sense։ Սկիզբ։ Հրաշալի է, Չէ, որը էկրաններին կլինի արդեն։ գիրք կա դե գրված Սուրեն Բաղդասարյանի, Հա, Սուրեն Բաղդասարյանն է գրել եւ շատ հետաքրքիր կլինի, երբ որ արդեն վիզուալ ֆիլմը դիտենք։ այն օրը որ Սուրեն Բաղդասարյանին տեսանք, ես ասացի, որ նկարահանվել են ֆիլմում, դուք իր հայացքը տեսնեիք, ոնց սաղ թեմաները ինքը թողեց։ Ես Սուրեն Բաղդասարյանն էլ համ իմ ընկերոջ Դավիթի Աստվածօքին լուսավորի։ Երջանկայի շատակ։ Այո, իր պապիկն էր։ Հայկ ջան, մինչ իմ ավանդական 10 հարցին ասնելը, եսպես հարց ասեմ կամ տեսակետ խորհրդանշական հավաքական հետաքրքիր կլինի ձեր top 11 ֆուտբոլիստները ովքեր են ձեր կարծիքով 21-րդ դարի, այսպես ասած, խորհրդանշական հավաքական կարող են կազմել։ Իհարկե։ Դարպասում Պետր Չեխ, 4 պաշտպան, ձախ պաշտպան Ռոբերտո Կարլոս, մի քիչ աջ Բարթե։ Սկսեց Պարտենա։ Մի քիչ այս կողմ Վարան, Ռաֆայել Վարան։ Մի քիչ կողք Տիագո Սիլվա, աջ եզրում, աջ պաշտպանի Կարվախալ։ Հրաշալի է։ Ես շատ խառը ֆուտբոլիստներ եմ ասում։ Բայց հրաշալի ստացվեց պաշտպանությունը։ Եթե 4-3-3 տակտիկան կազմենք, 3 կիսապաշտպան կարող եք նշել։ Հա, մի քիչ հետ քաշված կենտրոնական Հենակետային դիրքում։ հա, անին Կազեմիրո։ Մի Բարսայի ֆաները կասեն, էս Ռեալի սաստավ է սա։ Ձախ կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյան։ Հրաշալի է։ Աչը Կոուտինյո։ Զարմացան կարծում զարմանալի է, չէ։ Եվ անցնենք արդեն հարցական գծին։ Հա, չէ, այնտեղ պետք է քիչ վերցնել։ Կարող եք տակտիկան փոխել, գլխավոր մարզիչը դուք եք։ Կարող եք 4-4 Լավ, եկեք Հենրիկ Մխիթարյանին տանենք աջ, ձախ բերենք Ռոնալդինյոին։ Ֆուտբոլային կախարդ, ինչպես ասում Այո, են։ ձախ հարցակվող բերենք Քրիստիանո Ռոնալդոին, աջ հարցակվող բերենք Լեոնել Մեսի, կենտրոնում էլ Ռոնալդո Նազարյո։ Իհարկե։ Կենտրոնում ինքը պետք է լիներ Իստում է ցանկացած մատով կազմի խորհրդանշական հավաքական Ռոնալդոն ֆենոմենոն միշտ կա կենտրոնում, որտեղ Ես երեխայի, բայց հիշում էի, ոչ մի հնարավորություն բաց չէր թողնում։ Միանգամից օրինակ է եղել, կարծում եմ, շատ հա, կենտրոնական 9 համարի օրինակ է եղել, կարծում եմ մինչ այսօր Ռոնալդոն։ Եվ ես էլ իմ կողմից ավելացնում գլխավոր մարզիչ Հայկ Ղաքարյան։ Հայկ ջան, անցնենք իմ ավանդական 10 հարցը, որ ես տալիս եմ բոլոր հյուրերին։ Եթե մեկ բառով նկարագրեք ինքներդ ձեզ որ բառը կլինի։ Հավատացող։ Որ հատկանիշն է ամենաշատը գնահատում մարդկանց մեջ։ Հա, էս արագ էր, չէ։ Կարող եք մի քանի հատկանիշ ասել։ Մարդկանց լավ հատկանիշ հավատարմություն։ Հրաշալի է։ Ով է ֆուտբոլի պատմության, ներողություն պատմության լավագույն մարզիկը։ Ոչ թե ֆուտբոլի, այլ առհասարակ։ Ոյ, շատ բարդ հարց է։ Կարող եք մի քանիսին նշել։ Քոբի Բրայանտ, բասկետբոլի սֆերայից։ Պելե, ֆուտբոլ։ Երևի ամենաուժեղը կասեմ Պելեին։ Պելեին։ Երևանում որն է ձեր սիրած վայրը։ Երևանում ֆուտբոլի դաշտերը։ Շատ լավ է։ Հրաշալի պատասխաններ։ Եթե հնարավորություն ունենայիք ժամանակը ետ տալ, ինչ որ բան կփոխեք ձեր կյանքում։ Երևի չէ։ Չէ։ Ես հայտնվել եմ այնտեղ, ինչ որ ուզում էի։ Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ինչպես ասում են։
կրկին բարդ հարցերից բոլոր ժամանակների մեծագույն հայը կամ հայերը, որը այսպես միանգամից ձեր մտքին գալիս է։ Մեծագույն հայ Շարլ Անձնավուր, Հովհաննես Բաղրամյան գեներալ մեր, որի նկարը տեսնելով Մոսկվայում հպարտություն եմ զգացել։ Մարշալը մեր։ Շատ են, գիտեմ որ բարդը շատ են մեծագույն հայերը։ Շատ են ու կապ չունի համաշխարհային ինքը թե Հայաստանում ա եղել։ Իհարկե։ Երևի Շարլ Անձնավուր, Հովհաննես Բաղրամյան, սենց քաղաքականություն չմտնենք։ Համաձայն եմ։ Ինչ է ձեզ համար ընկերությունը, Հայկ ջան։ Ընկերությունը պատասխանատվություն, հարգանք դիմացինին եւ լսելու կարողություն։ Բացի Հայաստանից ուրիշ որ երկրում կապրեիք։ Բրազիլիա։ Բրազիլիա։ Իր որը միշտ ձեզ հետ է։ Գնդակ։ Գնդակ։ Բայց հիմա չէ։ Եվ վերջում, կա ինչ որ բան, որի համար ափսոսում եք։ Բաներ կան, որ շուտ պետքա սկսեի, մի քիչ շուտ պետքա սկսեի, էլի, բաներ կան։ Բայց հիմա էլի չեմ զղջում։ Շատ շնորհակալ եմ, Հայկ ջան։ Ձեզ եմ շնորհակալ, Շավարժ ջան։ Այսպիսին էր Հայկ Աղաքարյանը, նույն ինքը Հայկ Ֆրիստայլը։ Ձեզ հետ Շավարժ Հարությունյանն էր, կհանդիպենք ցտեսություն։